2016 թվականին հիմնանորոգվեց M4 Երևան-Սևան-Իջևան 7 կիլոմետր 170 մետր ավտոճանապարհի միակողմանի հատվածը պետավտոտեսչության պահակակետից մինչև Հրազդան գետի հունը։ Շահագործման հանձնվեց նաև վերգետնյա անցումը։ Աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 800 միլիոն դրամ։ Այս ճանապարհը գրեթե 14 տարի չի վերանորոգվել, կառուցվել է, երկար ժամանակ ծառայել է, հաշվի առնելով, որ միայն վերին շերտներ քայքայված ուսումնասիրությունների արդյունքում կատարվել է 5 սանտիմետր ասֆալտ-բետոնյա ծածկի տեղադրում, ֆրեզավորվել է քայքայված հատվածը։ Այս ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները սկսվել էին օգոստոս ամսին։ Շինարարները ճանապարհի հիմնանորոգումը ժամկետից շուտ հանձնեցին շահագործման։ Պայմանագրով նախատեսված ժամկետը դեկտեմբերի 15-ն էր։ Ասֆալտապատման աշխատանքները շատ արագ են կատարվել։ Աշխատել ենք ապահովել ամենաբարձր հնարավոր որակը։ Ընթացքում աշխատանքների կատարման ընթացքում միշտ եղել է պատվիրատու կազմակերպության, այսինքն տրանսպորտի կապի նախարարության եւ տեխնոլոգիական կազմակերպության աչալուրջ հսկողությունը։ Բարբերաբար լաբորատորիայի կողմից ստուգվել են բոլոր շինանյութերը։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, կատարվել գծանշումներ։ Նաև ունենք հեղեկված հատված մենք թերակղզուն հարակից Սիսուան ռեստորանային համալիրի մուտքի մոտ, այնտեղ էլ գաբոնային շարվածք է տեղադրվել եւ վնասված հողային պաստառը, ասֆալտի ծածկը վերականգնվել է, ծախսվել է շուրջ 25 միլիոն դրամ։ Միջպետական նշանակության այս ճանապարհահատվածը կապող օղակ է Սևան քաղաքի եւ ափամերձ տարածքների միջև։ Խորհրդային տարիներից ի վեր այստեղ վերգետնյա անցում չի եղել։ Լճի ափ հասնելու համար մարդիկ հատել են ճանապարհը, ինչն էլ հաճախ վրաերթերի եւ դժբախտ պատահարների առիթ է դարձել։ Նախագահի նախընտրական խոստման շրջանակներում եւ մեր կառավարության աջակցությամբ իրողություն դարձավ այսօր Սևանը կապող վերգետնյա անցումը ափամերձ տարածքների հետ, որի համար ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել եւ հանրապետության նախագահին եւ մեր կառավարությանը, որ այսօր մեր Սևանի համար մի հատ կարևորագույն խնդիր լուծվեց։ Հետիոտնային վերգետնյա անցման կառուցման համար հատկացվել է մոտ 60 միլիոն դրամ։ Ես էլ որդորում եմ իմ հերթին մեր ազգաբնակությանը, որ հաշվի առնելով այդ դեպքերը միայն օգտվեն այս ուղեանցից, որպեսզի որևէ փորձանքի չհանդիպեն։ Հսկողությունը իրականացվել է ամենօրյա, ճանապարհը համապատասխանում է բոլոր ստանդարտներին, որակը արտակարգ որակ ունի, երկար ծառայել է մեր ազգաբնակությանը։ 2016 թվականին Գեղարքունիքի մարզում դոնոր կազմակերպությունների, կառավարության համաֆինանսավորմամբ եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվել են ընդհանուր առմամբ 28 կիլոմետր ճանապարհի հեղեղված փլուզված հատվածների վերականգնման շուրջ 4 միլիարդ 340 միլիոն դրամի աշխատանքներ։ Արփինե Մինասյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամաուր։